Բարի լույս եւ բարի առավոտ բոլորին, ժողովուրդ։ Տեսեք, ես արդեն առավոտյան անցել եմ իմ գործին։ Հիմա ինչ եմ անում։ Հիմա փլավ քամիկով քամում եմ, հետո փլավ քամիկից հետո մաղով, մանր մաղով կանցկացնեմ, նոր կդնեմ գազին։ Ժողովուրդ, ես ասել եմ ու նորից եմ ասում, ես չեմ սիրում ձեռնոցով աշխատել ու չեմ էլ աշխատում։ Ամեն տարի այսպես փակում եմ այս կոնֆիտյուրից ու միշտ էլ առանց ձեռնոցի եմ աշխատել։ Այսպես ավելի հարմար է։ Հիմա ձեռքով սենց լավ կանցկացնեմ։ Տեսեք, այստեղ արդեն անցկացրած ունեմ։ Բայց սրանից բացի, ուրեմն սա էլ պետք է նորից, տեսեք, ժողովուրդ ջան, մաղով անցկացնեմ։ Մարդկա հենց սենց է եփում, բայց չէ, ես պետք է մի հատ անցկացնեմ, որ ավելի, որ ասում է, մազիկներ չլինի, ավելի համով ստացվի։ Այսպես տեսնեք, ստեղ ինչքան ենք արի։ Տեսեք, արդեն այս ահագին հարել են ժողովուրդ ջան։ Տեսեմ անում, ձեռքով։ Իմ մամասելա, ես ինչ հիշում եմ, միշտ այսպես ենք փակել։ Իմ մամաս, իմ մորաքույրս, ու մենք միշտ այս տարբերակով ենք փակել կոնֆիտյուրը։ Անալուտա, հեսա ճաշել կուտեք, հոմով ճաշավալ։ Տեսեք ինչ լավ է տրորում, որ մեջի ամբողջ հյութը դուրս է գալի։ Տոմատն էլ եմ տենց եփում, ժողովուրդ, պամիդորով տոմատ եմ եփում, էլի այս տարբերակով եմ եփում, էլի այսենց նույն գործողությունը անում եմ։ Մեր ընտանիքի անդամները այս տարբերակն են սիրում, կոնֆիտյուրը։ Սենց են սիրում։ Պատրաստել եմ այն տարբերակով էլ, ուրեմն ժողովուրդ, կա որ սենց շերտ շարում են ծիրանը, հետո շաքարավազ են լցնում ու դանդաղ կրակի վրա եփում են։ Ես օրինակ սիրում եմ, բայց իմ ընտանիքի անդամները այդ ձևի ջեմ չեն սիրում, չգիտեմ, միշտ որ սենց են պատրաստել, սենց են սիրում, են էլ կարակով, նամանավան դել ենես, որ սիրում է։ Տեսեք գույնն էլ ինչ դեղին է ստացվեցի, ծիրանից է, շալախից է, որ սենց դեղին գույն է ստացվել, ջեմն էլ է սենց դեղին լինելու։ Բայց սա այստեղ չեմ եփելու, հիմա որ մի հատ էլ անցկացնեմ, պրծնեմ, պետք է տանեմ իջացնեմ։ Ուրեմն նկուղ այնտեղ փոքր գազի վրա եփեմ, որովհետև եռալու ընթացքում անդադ որ սկսում է եռա, արդեն սկսում է թափել կողքերը, չգիտեմ, ժողովուրդ ջան, եռալու ընթացքում ավիրում է 4 կողմը, դրա համար չեմ ուզում տան գազին եփեմ, պետք է հանեմ նկուղում եփեմ։ Վերջ ժողովուրդ ջան, մայիսի ես կհավաքեմ արդեն տեսնենք այստեղ
Երկրորդն էլ այս ձև եմ անում, ժողովուրդ։ Հիմա այս երկու ամանների մեջին այսպես կքամեմ, արդեն պատրաստ է, որ էփեմ։ Նայեք, մաքուրը թափվում է տակը, սա էլ է մաքուր, ուղղակի ոնց էլ չլինի, մազմզիկներ է լինում ծիրանից։ Տեսեք ինչ եմ արել ժողովուրդ, տեսեք, կթալ եմ դրա այստեղ, որ հանկարծ չընկնի կաթսայի մեջ քամիչը։ Հիմա սա էլ կթափեմ հեսա, հետո նորից էլի կլցնեմ։ Ժողովուրդ, փոշմանեցի, որ պետք է իջնեմ նկուղ, ինչի համար, որովհետև անդադ պետք է իջնեմ, հելնեմ, դե մի անգամից բերեցի այս մեծ կաթսայի մեջ լցրեցի, ինձ թվում է այս կաթսայի մեջ էփելը ավելի ճիշտ է, թեկուզ ինքը քիչ է զանգվածը, բայց ոչինչ, մեծ կաթսայի մեջ ավելի լավ կեփի ու եռալու ընթացքում էլ չի թափի կողքերը, գազ օջախս չի ավիրի։ Այնպես որ ժողովուրդ ջան, էփում եմ հենց այս խոհանոցում, այս կաթսայի մեջ, ու էլ չեմ իջնում նկուղ։ Դե հիմա արդեն դրել եմ գազին, ինքն էլ կրակը շատ կամանց եմ արել, որ հանգիստ էփի։ Կես կիլոգրամանով տանկաներ եմ լվում, չգիտեմ, ավել կլինի բացաս կլինի, աշկա չապնով 10 հատ լվում եմ, եթե մի քիչ կավելանա, ոչինչ, կդենեմ սարմարանի, կուտեմ, քիչ հետո արդեն շաքարավազը կլցնեմ, քիչ շաքարավազի հետ կեփի, հիմա չեմ լցնում, ինչքան շուտ լցնենք շաքարավազը, այնքան մուգ գույն կստացվի, դրա համար ուզում եմ մի քիչ ուշ շաքարավազը լցնեմ, որ գույնը դեղին մնա։ Դրանք մի հատ
գազի մոտ ջեմը տեսնենք, հետո նոր շարունակենք։ Կաման ցեփում է։ Տեսեք, օգտագործում եմ այս սիլիկոնե քթալը, փայտի քթալ չեմ օգտագործում, որպեսզի կաթսան հանկարծ չավիրեմ ժողովուրդ։ Այսպես։ Շաքարավազն եմ լցնում, ասեմ, որ շատ քաղցր էր ծիրանը, հիմա այսքանը մի հատ խառնեմ, հետո նորից համը նայեմ ու կավելացնեմ։ Տեսեք ինչքան է պակասել, հիմա կրակը ուժեղացրել եմ մի քիչ, որ արդեն մի անգամից եփի և զակատեմ վերջացնեմ ժողովուրդ ջան։ Մի քիչ էլ ավելացնենք։ Տեսեք, արդեն ջեմը պատրաստ է։ Ասեմ, շատ երկար է եփել, ժողովուրդ, շատ երկար է եփել։ Անջատել էի կրակը։ Հյուրեր ունեի, ասի թող անջատեմ, հանկարծ չկպնի տակը։ Հիմա արդեն պետք է լցնեմ և զակատեմ, ժողովուրդ ջան, տեսեք ինչ լավ տեսք ունի։ Տեսեք ինչ այլ է, տեսեք ինչ այլ է։ Հիմա պետք է բանկաները լցնեմ, վերջացնեմ, որ մի հատ էլ այս գազի 4 կողմը մաքրեմ, ժողովուրդը, դե նայեք։ Ինչքան էլ ուզում ենք այնպես էփենք, որ հանկարծ չմխտրվի, բայց չի լինում։
ջան արդեն լցրել եմ, փակել եմ, այս իշնա մնացել, մի բան կա երևի սա կլինի, հիմա սա էլ սակատեմ, սա էլ վերջի բանկին, մնացածը կլցնեմ ավանի մեջ, այսպես, իմ լավ հետևորդներ ջան, ես վերջացրեցի պավիդլան, ուրեմն ասեմ, քանի կիլոգրամ պավիդլա ստացվեց, 1, 2, 3, 4 կիլոգրամ պավիդլա, դե լցրել եմ 500 գրամանոց բանկեքի մեջ, այստեղ էլ մի հատ պահել եմ, սա կդնեմ սառնարանում, տեսեք, բայց ինչ լավ է ստացվել, ժողովուրդ, լնայեք, տեսեք, շատ համով, լնայեք, հիմա ինչ պիտի անենք, հիմա պետք է այսպես սիրում կսենք հացին, այս սենց ու համտեսենք, բայց ոչ ես, Էլենը, Էլեն ջան քո համար եմ տալի, այսպես, ժողովուրդ ջան, սա էլ Էլենի, դե ինչ իմ լավ հետևորդներ ջան, այսօր էլ այսքանը, մաղթում եմ ձեզ բոլորիդ առողջություն, արգելիներս առողջություն և ամենալավ բաները ձեզ, ձեր ընտանիքներին, շնորհակալություն եմ ասում մեկնաբանությունների համար, շնորհակալություն եմ ուզում ասեմ իմ նոր հետևորդներին և շնորհակալություն բոլորին հարգելիներս, ցտեսություն բոլորիդ։